կաթողիկոսի հետ կապված վարչապետը 2 շաբաթ անընդմեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգևորականները Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին շարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Նախ եկեք վեհարանից հանել արտահայտություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբանել։ Իրենք որովհետև բացատրեմ։ Ես չեմ պատասխանի ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց խորհուրդ եմ տալիս ընդհատել Անիին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին էլ չեմ պատասխանի, Փայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև, տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները ինչ որ իմաստ են, չէ՞ կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազանը, շատ չէ սուրբ չէ, բայց հա սրբակենցաղ։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի Աստված պահապան, որդյակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում ես իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ վեհապար։ Հարգելի ժողովուրդ, կամ մի հատ հեշտ ճանապարհ, էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում։ Սուտ է, թող ասի սուտ է։ Թող ասի։ Թող ասի սուտ է։ Որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն։ Շատ բարձր։ Հիմա չենք հավաքագրում։ Հիմա ձեզ օրինակ ինչով ենք շանտաժանում։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Որտեղ դա ուղղակի իմ անձնական տվյալն է, ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան։ Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ Վարչապետը տերոր է անում, բանով։ Մի վարքյան։
վարչապետը տերոր անում, ոնց է դա արտահայտվում։ Առավոտի ցիրիկուն հոգեվորականներին ավելի գրառումներով։ ցավոք ես չեմ կարող ասացի։ 24 գրառում։ Ոնց է տերոր անում, բացատրեք։ Առավոտից երեկո գրում օրինակ ճնշում է սրբազանին ենթադրել։ Ինչ։ Ճնշում է սրբազաններին։ Ինչով է ճնշում։ Քերակնոջն է թիրախավորում։ Ինչով է ճնշում։ Հոգեբանական ցավ է իմանալ։ Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չթիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք։ Բանկացիական հրապարակ է։ Վերակառը չի, եկեղեցին է թիրախավորում։ Ինչով։ Սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը։ Մի վարքան, հիմա հետ են գալիս, հիմա գալիս ենք ձեր հարցի, հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, падգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում։ Ոչ Այսինքն մի վարքան։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ падգամավորին падգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիժ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ Պարոն Ռուբինյան, դուք որպես քրիստոնյա որ գիտեք, Այո։ Այդ ժամանակ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ Այդ ժամանակ այդ հարցերը մի վարքան էլի, ախր լավ էլի, դուք չեք հոգնել ձեր բանից, Փաշադազադեն խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր, մի վարքան, իսկ զուգադիպությունն է, որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա թողեք ավարտեն։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա մի վարքան, ձեր ու ինքն էլ է ասում, որ բանա Փաշազադեի ասածից մի վարքան։ Եվ Բագրատ arczepiskopos Գալստյանն էլ է ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպել։ Իմ ասածը ձեր դուրս չեկավ, չէ՞, ընդհանրապես, որովհետև ինչ որ բան էր, կոնսպիրոլոգիա էր, չէ՞, դե ես խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստայանը ինքը ինքնախոստովանություն արել։ Իդեպ ձեզ, մի վարքան, իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ բոլոր լրատվամիջոցների, եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ Քավլիսի, եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ես խնդրում եմ
Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցրեք, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Սկզբից սրբազաններ, հետո խեղճ սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա Մասիսի քաղաքապետին են դրել։ Խնդրում եմ այդ հարցերը գտակ։ Բայց մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադ կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Հիմա վերադարձանք Փաշինյանը հայտարարությունից հետո գնացել եք մայրաթոր, որևէ եկեղեցի տեսել եք մարդկանց խոսքը, թիվը։ Բայց ես շատ ուրախ եմ, որ բայց ես շատ ուրախ, բայց ես շատ ուրախ եմ, որ հոսք կա դեպի մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Պարոն Ռուբինյան, հասկանում եք։ Կապ ուներ ուր։ Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչներ դուք գնում եք պատարակի ամեն օր։ Պարոն Ռուբինյան։ Ամեն պատարակի գնում եք։ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք, չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք գնում։ Չէ, դուք ասում եք ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Որ իսկ ինչի՞ է, իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում, մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ինքը մյուս եկեղեցի է գնացել։ Նկատի ունեմ, գնացել է ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Լիպսիմե եկեղեցի։ Կարող է։ Պարոն, հիմնականում իշխանության ներկայացուցիչները հայրապետական պատարակների են մասնակցում։ Ես կարծում եմ, որ ես հետևում եմ եկեղեցական կանոնի։ Եկեղեցական կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնը եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին եւ վեհապար մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ ցանկություն է դա։ Ես որպես քրիստոնյայի Փաշինյանը ասում է, որ վեհապարը անառակ է, կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասացի իմ դիրքորոշումը որն է։ Իմ դիրքորոշումը հետեւյալը։ Իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին եւ եթե չի հետևում ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է պարտադիր, որ ինքը պիտի լինի կուսակրոն։ Հիմա դուք ասում եք, որ կհետևեք եկեղեցականներին, թե թեմային ինչպես կարձագանքեն։ Ասում եք, որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգով։ Այսինքն ինքը հանելու է կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ հարցնում։ Կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորդ շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի՞ չեք ասում, որ չէ, այդպես չի։ Իրենց ներքին հարցները իրենք իրենց հարցերը քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի։
պայմանավորված նաև Բա ինչի քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանությունը դուք է, որ պիտի որևէ մեկի մի վարքան բա եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը կարող եք ինձ բացատրել ինչի եք բոլորով ինձ դրա մասին հարցեր տալ ինչի եք ինձ հարց տալիս դրա մասին որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած Հիմա մի վարքան հիմա հարց եմ ձեզ տալ մի վարքան ոչնչացնելով լսում եմ ես համբերատար լսելու եմ ձեզ չմտածեք չէ բայց մի վարքան էլի դուք ասում եք հարության համար դա չի օրակարգը ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք, չտակ ժողովուրդ ջան, մի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքացի Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան ինչ ասեցիք, ասեմ այդ ամեն ինչի մեղավորներ, պատասխանատուներ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարներ։ Լրատվամիջոցները ես Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական Ուրեմն դուք եք։ Իսկ իդեպ ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Չէ, ով է։ Չէ, խնդրում եմ։ Չէ, բայց ի՞նչն է ձեզ խանգարում որ հիմա։ Խնդրում եմ ինձ ասեք New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում։ Խնդրում եմ ասեք ինձ։ Ովքեր, ոնց են։ Հիմա մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր ընկերները քաղաքացիները եւ իմ ընտանիքը բաց են։ Որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր տվյալ անձանց։ Հարցում արեք գրավոր։ Դե համարեք որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է որ մենք իմանանք։ Ինչ։ Կաթողիկոսին։ Ոնց է վարչապետը կաթողիկոսին այդ հանձնախումբը ինչ է անել։ Այդ հանձնախումբը կստեղծվի, ինքը արդեն հանդես կգա ենթադրում եմ հայտարարություններով կամ կմշակի գործողությունների պլան։ Իսկ օրենքներով եւ Ես առաջարկում եմ, այսպես անենք, ես կսկսեմ հիմա այսքան պատասխանեցի ձեր հարցերին, հենց որ ասեք ինձ ովքեր են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցները, նորից կսկսեմ ձեզ պատասխանել։ Օրինակ, տեսեք, Նարեկին չեմ ասի, դա որտեղ գիտեմ ով է ֆինանսավորում։ Ազատությանը Ֆինանսավորումը բաց արել։ Այո, բաց է։ Հա, դրամաշնորներով է հիմնականում բաց հասարակությունների հիմնադրամից։ Ազատությունը ԱՄՆ չէ, ասում եմ բաց է։ Չէ, իմ ասած բաց հասարակությունների հիմնադրամը ուրիշ բան էր։ Հա, լսում եմ։ Հարմար այսպես ֆինանսավորման թեման բացվեց։ Կառավարությունը ֆինանսավորում է, կրթվել է նորաձև է շարժումը, բայց ասում է, որ պետական գաղտնիք է վարչապետի աշխատակազմը, չեմ ասի հարկատու, որ ասում էին քո գրպանից պետ բյուջե դնելը քո մյուս գրպանն է, հիմա այդ մարդու գրպանից փող են ծախսել եւ չեն ասում թե ինչ կանեն ծախսել, սա ձեզ համար մտահոգիչ է թե ոչ։ Քանի որ մանրամասներին ձեր բարձրացած թեմայի տեղյակ չեմ, կարող ենք այսպես անել, կամ դուք կառավարության ներկայացուցիչներին հարցը տաք, կամ ես հաջորդ ձեր այդ շփման ընթացքում արդեն մանրամասներին տեղյակ կլինեմ, կպատասխանեմ ձեր հարցին։ Ես կամեջ մի վարքյան։ Հա։ Այդ կողմից նա ծոփվեց ես փոխել գրառում է կատարել։ Մինչ օրս հետաքրքրում ով է այս սրբազանը, ով է քերին, ով է քերին։ Բայց տեսնում եք, ինչի եք այս ախր հանրությունը չի հետաքրվում է։ Դա մեզ էլ է հետաքրքրում, որտեղ հանցանք տեսեք, օրինակ ես Սրբազանը քերին, քերություն։ Ժողովուրդ ջան, լսեք, անկախացվածի մասին հանցագործության մասին հաղորդում օրինակ Ես կարծում եմ, որ հանրությանը պիտի հետաքրի կամ նույնիսկ հետաքրքրում է ոչ թե ով է այս մեկը, կրկնում եմ քերակինը կամ մյուսը, որովհետև մեղք չունեն, հանգիստ թողեք այդ մարդկանց։ Հանրությանը հետաքրքրում է հետևյալ հարցը։ Այս մարդիկ, որ ասում են ես սրբազան եմ, որ ասում են Աստված պահապան, որին պետք է ասել Աստված օգնական, իրենց ուխտը պահել են թե չէ։ Մի հատ իդեպ մի բան էլ ասեմ ձեզ, էլի, քանի որ էլի կրկին անաչառ լրատվամիջոցներ, բաց եւ թափանցիկ, անի դեպքում դեռ կպարզենք թափանցիկ թե չէ, բայց այդ հնարավորությունը տրված է պարզելու։ Խնդրում եմ հարցնել այն բոլոր եկեղեցականներին, որոնք ասում են ընդդիմադիր եկեղեցականներին, որոնք ասում են կառավարությունը կամ իշխանությունը սամադրական կարգն է ուզում տապալել կամ ընդհանրական գործիչներ հարցրեք։ Երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հրապարակավ ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան,
մի երկու հատ դու քեզ հավատարիմ գեներալ չունես հիմա ռազմական հեղաշրջում անել։ Հետո էլ ասում է, ես հիմա էլ եմ կարծում, որ ռազմական հեղաշրջում է պետք անել։ Հարցրեք, արդյոք սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է արել, բացի դրանից, եթե պատասխանը հնչի դե որ դա իր անձնական կարծիքն է, խնդրում եմ էլի եկեղեցական ղեկավարությանը հարցնել։ Մի վարքյան, դուք ձեր ֆինանսավորման աղբյուրները կասեք, հետո կասեք։ Բանը, հարցրեք, արդյոք եթե իրենք ասեն իր անձնական կարծիքն է, ինչու չեն դատապարտում այդ անձնական կարծիքը, որտեղ ես տեսել եմ բազմացի թիվ դեպքեր, երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու այլ arczepiskoposներ կարծիք են հայտնել, վերջերս կարծեմ Վազգեն Սրբազաններ ինչ որ բաներ ասել, հայտարարություն արեցին հայ առաքելական եկեղեցու անունից, ասեցին մենք չենք կիսում իր արտահայտած կարծիքը։ Հիմա ես կարող եմ եզրակացնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որ չի արել հայտարարություն ու չի ասել, որ մենք չենք կիսում Միքայել Աջապահյանի, Միքայել arczepiskopos Գերաշնորհ Տեր Աջապահյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Խնդրում եմ տվեք այդ հարցը ու հաջորդ անգամ նորից